Զգուշացեք դրսում քարոզարշավ է, քաղաքացուն Նիկոլ Փաշինյանը հեռացրել է աշխատանքից։ Պապիկյան այդ զինվորականին զորացրի թող գնա իս այդ կեքում պապզի։ Մեկ այլ քաղաքացու բերման են ենթարկել Փաշինյանին ենթադրաբար դավաճան ասելու համար։ Բռնի կեշպով ամուսնուս սկանդալները հագցրեցին և տանում են։ Դավաճանված մի ուրիշ քաղաքացու հանդիպումը Սամվել Կարապետյանի հետ։ Շատ եմ խափնվել։ Չեմ ուզում դավաճանված եւ խափված կամ, որովհետեւ բոլորը խափում են, բոլորը։ Դրա համար մենք չենք ասում խոստանում ենք։ Մենք ասում ենք երաշխավորում ենք։ Քաղաքական հակառակորդների վրա բառի ուղիղ իմաստով ցեխ շպրտելու ակցիա։ Ընտրապայքարի առաջին 5 օրվա քրոնիկոնը։ Երևան-Մոսկվա քաղաքական ապահարզանը իրականություն, թե ընտրապայքարի ընթացքում ներքին խնդիրներից հասարակությանը շեղելու իշխանության քարոզչական հնարք։ ԱՄՆ-ի և Չինաստանի նախագահների հանդիպումից ժամեր առաջ բացահայտվել է Կալիֆոռնիայի քաղաքներից մեկի ղեկավարը չինական լրտես է։ Իրանը չի զիջում ԱՄՆ-ին, Թեհրանը ուրանի հարստացումը կհասցնի 90%-ի, եթե Վաշինգտոնը վերսկսի պատերազմը։ Երևանում ժամը 19 է, բարի երեկո սիրելի հայրենակիցներ, ուղիղ եթերում ձեր սիրելի հաղորդումն է իրականում ու պարզ։ Տաղավարում են Դավիթ Գենջոյանը և Տարոն Կոխլիկյանը։ Ողջույն հարգելի հետևորդներ, հիշեցնեմ, որ նախքան անոնսված թեմաներին անդրադառնալը կարող եք բաժանորդագրվել մեր մյուս հարթակներին, հետևել մեզ ուղիղ եթերում 21 TV News-ում, YouTube-յան ալիքում և 21 TV Facebook-յան պաշտոնական էջում։ 5-րդ օրն է, հյուսիսից հարավ Հայաստանի հեռու ու մոտիկ բնակավայրեր են գնում անհայտ ու հայտնի քաղաքական գործիչներ, ներկայանում որպես խորհրդարանական ընտրությունների մասնակից և քաղաքացիներից քվե խնդրում պայծառ ապագայի խոստումով։ Բայց լինում են նաև դեպքեր, երբ ճակատագրական է լինում քարոզարշավը քաղաքացիների համար։ Օրինակ, Ագարակում Փաշինյանը աշխատանքից հեռացրել է մի քաղաքացու պարզապես այն պատճառով, որ նա դուր չի եկել Փաշինյանին։ Այսօր Երևանում մի քաղաքացու բերման են ենթարկել ըստ տեղեկության Նիկոլ Փաշինյանին դավաճան ասելու համար։ Բայց կան ավելի սրտառուչ տեսարաններ Փաշինյանի քարոզարշավից։ Օրինակ, երբ նա մեքենայի թափքում կանգնած խոսում է ապագայի, նախկինների, իր բերած խաղաղության մասին, իսկ նրա դիմաց կանգնած է մի կին, որի ամուսինը ենթադրաբար 6 տարի է ադրբեջանական գերության մեջ է, եւ Փաշինյանը նրան պատասխան չունի։ Լսենք կնոջ ու Փաշինյանի երկխոսությունից մի հատված։ Ոչ մի կազմակերպություն չկա, որ ես կարամ դիմեմ, իրանք ինչ-որ մի անգամ արտգործ նախարարություն։ Արտգործ նախարարությունը։ Իմ ամուսին արդեն 3 ամիս չէր զանգել, արտգործ նախարարություն եմ զանգել, այնտեղ նորից ասում են մեր հանձնառությունը չի։ Որտեւ իրանք չեն զբաղվում, իրանք զբաղվում է կա գերիների անհետ կորածների հանձնաժողով, միջգերատեսչական։ Նույն հանձնաժողովը, որը ասում է, դուք հասկանում եք 6 տարի անընդհատ սպասեք, դու տեսնում ես, որ այդ մարդը գնալով ավելի վատանում է։ Ես ներողություն եմ խնդրում նաև նրա համար, որ այս պայն բացի ներողություն խնդրելուց ուրիշ բան չեմ կարող ասել։ Ինչու ասացի ենթադրաբար, քանի որ նրան զրույցի սկիզբը չէր լսվում եւ վերջում միայն միացավ Փաշինյանի միկրոֆոնը եւ միայն այն հատվածը, որ եթեր արձակեցինք, միայն այդ հատվածը կարողացանք լսել եւ ենթադրեցինք, որ կնոջ ամուսինը գերության մեջ է ադրբեջանական բանտում։ Դավիթ, ինչ ես կարծում այս տեսակ իրավիճակում հնարավոր է, որ Նիկոլ Փաշինյանը նորից Հայաստանում ձևավորի իշխանություն։ Հաշվի առնելով, որ իշխանությունը բավական լավ ուսումնասիրել է ներքաղաքական հույզերը եւ առհասարակ մարդիկ ինչ են մտածում, շատ ճիշտ դիպուկ կարողանում է օգտագործել այդ ամենը։ Տեսնում ենք, որ վերջին ընտրություններից հետո նույնիսկ 2021 թվականի այդ քարոզի թեզը շարունակվում է նույն ձև, այսինքն չկա նոր առաջարկներ, թե ինչպես է Հայաստանի տեսլականը, միայն լսում ենք իրական Հայաստանի մասին, որը այդպես էլ հստակ չէ, թե ինչ է իրանից ներկայացնելու։ Եվ լսում ենք, որ նախկինում եղել է Թալան, պետք է պատժվեն, կոպեկ այդ հայտարարությունը, որ բոլորին սիրում է եւ նման հայտարարություններ, որոնք նյութական չեն եւ չի կարելի դրա հիման վրա ստեղծել ինչ-որ նոր թեզ եւ բերել նոր ինչ-որ արժեքներ։
Հետաքրքիր է այդ ամենը, որովհետև չկա որպես նյութական այդպեսին, թե ինչ է սպասվում ապագայում, եթե նրանք վերընտրվեն։ Ես քեզ հետ բնականաբար համաձայն եմ եւ Փաշինյանը եւ իր թիմակիցները ըստ էության քարոզարշավի ընթացքում որևէ կոնկրետ ծրագիր, որ այնուամենայնիվ ունեն, հրապարակել են, դրա մասին գրեթե չեն խոսում եւ այդ իրենց արդեն 2018-ից տրորված ճանապարհով են այս անգամ էլ գնում, նախկիններ, սպառնալիքներ նախկինների հասցեին, տարբեր անուններ, նրանց հասցեին նորից սպառնալիքներ, նրանց ընտանիքի անդամների հասցեին սպառնալիքներ եւ գիտես նաեւ մտածում եմ, որ քանի որ առաջին 2021-ին տված իրենց խոստումները չկարողացան կատարել, այլ չեմ խոսում 2018-ի մասին, երբ ուղղակի այսպես Արցախը ամբողջությամբ կործանվեց եւ այլն, հիմա կարծես թե վախենում են իրենց խոստումների մասին խոսել, որովհետեւ իրենք էլ գիտեն, որ իրավիճակը այնպիսին է, որ շատ անկանխատեսելի կարող են զարգանալ իրադարձությունները, եթե իրենք նորից վերադառնան իշխանության, վերարտադրվեն ու այդ պատճառով էլ փորձում են հնարավորինս շրջանցել են ծրագրային կետերը, որոնք նորից եմ ասում գրել են, հրապարակել են, բայց դրանց մասին աշխատում են քիչ խոսել։ Այո, շատ հաճախ նշվում է դպրոցների, մանկապարտեզների եւ այլ կառույցների մասին, որ կառուցվել է, սակայն չի նշվում, որ դա Եվրոպական բանկից կամ առհասարակ պետական պարտքի միջոցով այն ամենն է, որը պետք է կատարվել, կարող ենք հիշել, որ Եվրամիությունը պետք է այստեղ շարժական հոսպիտալ կառուցել զինվորական, որը տեսնում ենք, որ չկա, եւ շատ բաներ ենք տեսնում, որ պետք է լիներ, որը չկա, չենք տեսնում վիզաների ազատականացումը, որը հնչեց այդ մինչև նախընտրական 2021-ին, չենք տեսնում մետրոյի կայարանը, չենք տեսնում ակադեմիական քաղաքը, որքան էլ զարմանալի է, չենք տեսնում, որ համալսարանները քաղաքականացված չեն այլևս եւ բավական շատ հարցեր կան դեռ, սակայն նրանք դա շատ լավ կարողանում են խուսափել եւ բերել նոր թեզեր, որ այժմ էլ վախեցնում են օրինակ Ռուսաստանով, սակայն ինչպես լսում ենք նաեւ նրանցից քաղաքացիական պայմանագիր կուսակցության անդամներից ներկայացնում, որ մենք ամենալավը Ռուսաստանի հետ եղել ենք հենց իրենց օրոք եւ ել ավելի լավանալու ամեն բան։ Մենք առանձին թեմա ունենք դրա մասին անպայման այսօր խոսելու ենք, բայց ես ուզում եմ վերադառնալ նախընտրական այսպես ծրագրին, քաղաքացիական պայմանագրի, ճիշտ է համարում օրինակ, երբ իշխանությունը պետական բյուջեով կառուցված, այսինքն քաղաքացիների հարկերով ձևավորված պետական բյուջեի միջոցներով որևէ տեղ մանկապարտեզ կամ դպրոց է կառուցում եւ հետո քարոզարշավի ժամանակ ներկայացնում է, որ սա մեր կառուցածն է, սա մեր նախընտրական, չգիտեմ, խոստումն է կամ մեր անցած 5 տարիների աշխատանքն է, ահա տեսեք սիրելի քաղաքացիներ։ Այն դեպքում, երբ պարտքն էլ մի քանի անգամ ավելացել է։ Նման օրինակ մեր Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան ունի, նրանք սկզբում ունեին զարգացման պլան, ապա տեսնելը որ չեն կարողանում իրագործել, նրանք ասում են, որ դա երազանքի պլան էր, ոչ թե զարգացման, եւ նրանք ուղղակի երազում էին այդ թղթի մեջ եւ չունեն ոչ մարզադաշտեր, ոչ եւ այլն, այսինքն նման կերպով է իրականանում, նշվում է մի շատ մեծ թիվ, որը բավական գայթակղիչ է հասարակության համար, ապա կատարում են դրա օրինակ 10-20%-ը եւ հայտարարում են դա որպես հաջողություն։ Իհարկե, ցավոք մենք Շվեյցարիան չենք, որ կարողանանք մեզ երազողների քաղաքական թիմ թույլ տալ, որը կարող է երազել ու միևնույն ժամանակ ղեկավարել մեր պետությունը եւ նաեւ քարոզարշավին, հատկապես Նիկոլ Փաշինյանի քարոզարշավին շատ ակտիվ երեխաների մասնակցություն կա։ Ակնհայտ է, որ երեխաները ընտրական գործընթացին, այսինքն ընտրելու իրավունք չունեն, չնայած այսօր Փաշինյանը կեսկատակ, կեսլուրջ իր պատգամավորներին ասում էր, որ հավաքված երեխաները առաջարկ ունեն, որ ընտրելու իրավունք ունենան 18-ից ցածր տարիքի քաղաքացիները նույնպես երեխաների այս ակտիվ մասնակցությունը զուտ մարդկանց թիվ ապահովելու համար է, թե այլ ինչ որ քաղաքական այստեղ խնդիր կա լուծելու։ Կարծում եմ երեխաների առկայությունը ավելի դրական է տրամադրում հասարակությանը, այսինքն եթե չեզոք ընտրող է, տեսնում է, որ երեխաներն են ուրախ մտնոլորտը գունավոր է, ինչպես տեսնում ենք նրանց քարոզի գույները, այո, դա բավական լավ մարքեթինգային քայլ է եւ շատ ճիշտ է ընտրված, սակայն այո, քաղաքականության մեջ այդ ամենը արծարծելը այդքան էլ հաջող որոշում չէ, որովհետեւ երեխաները մեծանալուց հետո հնարավոր է փոխեն իրենց
քաղաքական հայացքները եւ դա շահարկվի հետագայում։ Ընտրապայքարի գլխավոր հավակնորդները մենք գիտենք, քաղաքացիական պայմանագրից բացի ամենամեծ ընդդիմադիր ուժն է, Ուժեղ Հայաստանը, այնուհետև Հայաստան դաշինքն է, Բարգավաճ Հայաստան կուսակցությունը, հիմնական ընտրապայքարը, բոլոր հարցումները ցույց են տալիս, որ հենց այս 4 ուժերի մեջ են ծավալվելու եւ իմ տպավորությամբ Բարգավաճ Հայաստանը եւ Հայաստան դաշինքը, քանի որ հին քաղաքական ուժեր են եւ արդեն մեկ անգամ համենայն դեպս Հայաստան դաշինքը մեկ անգամ Բարգավաճը ավելի շատ մասնակցել են համապետական ընտրություններին, նրանք արդեն կարծես թե իրենց մոտ ինչ որ ավանդույթ ձևավորվել է, թե ինչպես պետք է ընտրարշավը տանել, իրենք այդ ձևավորված ավանդույթով շարունակում են իրենց այս ընտրարշավը։ Այստեղ շատ հետաքրքիր է ընդդիմադիր Ուժեղ Հայաստան դաշինքի ընտրարշավը, որը շատ այսպես մի քանի կարող ենք ասել ճակատով է ընթանում, Նարեկ Կարապետյանը մարզային այցերն է անում, մյուս խմբերը մինչև նրա այցերը տարբեր մարզերում են լինում եւ Սամվել Կարապետյանը, որը Ուժեղ Հայաստան կուսակցության նախագահն է, տնային կալանքում է, ինչպես գիտենք, ինքն էլ տանն է քաղաքացիների հետ հանդիպումներ կազմակերպում եւ երեք էլ նման մի հանդիպում էր տեղի ունեցել ու Կարապետյանը խոսում էր իրենց կոնկրետ ծրագրերի մասին եւ այդ զրույցը հիմա ես առաջարկում եմ լսել, որի սկզբում մի հատված կա, թե ինչպես է քաղաքացին ասում, որ ինքը շատ դավաճանվել ու խաբվել է այս տարիների ընթացքում եւ հիմա այլևս չի ցանկանում, որ խաբվի ու Կարապետյանը շատ հետաքրքիր պատասխան է նրան տալիս, առաջարկում եմ լսենք։ Շատ եմ խափնվել։ Չեմ ուզում դավաճանված եւ խափված կամ, որովհետեւ բոլորը խափում են, բոլորը։ Դրա համար մենք չենք ասում խոստանում ենք։ Մենք ասում ենք երաշխավորում ենք, այդտեղ տարբերություն կա։ Ինչ ասեցինք, մենք անելու ենք։ Եթե չերիկի բյուջեն, մենք անելու ենք մեր գործընկերների միջոցների։ Մեր ժողովրդի 25-ից 30%-ը մոլորված է։ Մենք պետք է ամեն ինչ անենք ձեզ հետ, որ զարթնացնենք, բացենք իրենց աչքերը, որ իրենք հասկանան, որ իրենց խնդիրների մեղավորը ոչ թե իրենք են, այլ ներկա անհայրենասեր իշխանությունները։ Մեր ժամանակ գլխավորը լինելու է մարդը։ Մենք մարդուց ենք իջնելու հողի վրա։ Ինչ է մարդուն պետք։ Մեզ համար ամեն ինչ հասկանալի է, բայց մենք սկսում ենք մեր ասած 300,000 աշխատատեղից։ Մենք դրեցինք բարձր նշաձող եւ պայքարելու ենք այդ նշաձողի համար։ Մարդկանց կարող է թվալ, որ մենք պոպուլիզմով ենք զբաղված, բայց քանի որ ես ասում եմ, ես դա երաշխավորում եմ, այսինքն մենք չենք խոստանում, մենք արդեն դա արած գործ ենք համարում, որտեղ մենք իրավունք չունենք, ասենք մի բան, անենք ուրիշ բան, բայց մեր համար ամենակարևորը լինելու է մարդկանց բարեկեցությունը։ Մարդիկ դրա համար պետք է ունենան աշխատատեղ։ Իրենց երեխաները պետք է իմանան, որ իրան մեծանալով չեն թողելու գնան երկիրը, այլ շարունակելու են իրենց ծնողների աշխատանքը։ Միջև վերջ մեր քվերին տերկայնել ենք, թե որ Սամվել Կարապետյան, դա մեր համայնքի ժողովրդի նույնիսկ այդ հարցը վիրավորական է։ Ես վստահ եմ Սամվել Կարապետյան, որ գնալ ենք, ուզում էին ձեր շուրթերից լսեին, ձեզնից էին ուզում լսեին, որ մենք միջև վերջ գնալու ենք Սամվել պարոն Կարապետյան, ձեզանից էին ուզում լսեին։ Ամենածանր պայմանները անցել եմ։ Ես գիտեմ։ Եթե ես միջև վերջ չգնայի, ես շատ 5-րդ օրը ինձ առավելագույն պայմաններն էր առաջարկում։ Մի հատ հայտարարություն արա, որ քաղաքականություն չես մտնել։ Մեր ուժը, մեր միասնության մեջ է, մենք բոլորս միասին, ես առաջնորդելու եմ այդ պատասխանը, դուք պատասխանն եք տալու։
Ինչպես նշեցի, ուժեղ Հայաստանը ամենամեծ ընդդիմադիր ուժն է եւ Փաշինյանի գլխավոր հակառակորդը այս ընտրություններում եւ գիտես նոր լսում էի ու մտածում էի, որ նաեւ տոնայնության առումով ինչ մեծ տարբերություն կա, Փաշինյանի հավաքները ավելի աղմկոտ են անցնում եւ այսպես ավելի ագրեսիվ նոտաների վրա, իսկ այստեղ ավելի հանգիստ ձայնով մեզ պատմում են, թե ինչպիսին է լինելու այն ապագան, որը մեզ խոստանում է եւ ինչպես Սամվել Կարապետյանն է ասում, երաշխավորում է իր քաղաքական ուժը ուժեղ Հայաստան։ Այո, շատ ճիշտ ես նկատում Տարոն, եթե կհիշես մի քանի օր առաջ եթերի ժամանակ ասացի, որ ընդդիմությունը պետք է այդպես անի, ըստ էության, իմպուլսիվ արտահայտությունները դրանց հաստատ ավելի պատիվ չեն բերի եւ հանգիստ կերպով բացատրել, թե ինչ քայլեր են կատարելու եւ ինչ հերթականությամբ դա ավելի գրավիչ է չեզոք ընտրողների համար, որովհետեւ ավելի ցանկալի է ազգային ժողովում տեսնել գիտնականներ, գործարարներ կամ առհասարակ բարեգործություն կատարող մարդիկ կամ առհասարակ այնպիսի մարդիկ, որոնք կապ չեն ունեցել իշխանության հետ, որ նախկին ներկա այդ խոսույթից վերջապես ազատվենք, քան տեսնենք նման իմպուլսիվ հայտարարություններ, որը տեսանք հանրայինի եթերում բանավեճի ժամանակ, որ ուղղակի մեղադրանքներ էր նախկին ներկայի մասին, ավելի բովանդակալից տեսնելու համար լավ կլիներ տեսնել նման ընդդիմություն եւ նման իշխանություն առհասարակ։ Գիտես, այս ընտրությունների յուրահատկություններից մեկը նաեւ այն է, որ Instagram-ում շատ ակտիվացել են հայ երիտասարդ բլոգերները եւ նրանք շատ խոսում են այս ներքաղաքական մեր կյանքի մասին, մասնավորապես ընտրական պայքարի մասին։ Սա մի կողմից իհարկե չմտնելով, թե ինչ կոնտեքստում են դա անում, ինչ նյութեր են տարածում եւ այլն, բայց դա այն առումով է լավ, որ իրենք այնուամենայնիվ հասարակությանը մոբիլիզացնում են եւ բերում են դեպի այս ընտրական գործընթացներին, որպեսզի հետաքրքրություն լինի, որովհետեւ մենք գիտենք, որ Հայաստանում շատ մեծ է քաղաքացիների տոկոսը, ովքեր որևէ կերպ հետաքրքրված չեն ընտրական գործընթացներով, ներքաղաքական կյանքով, քաղաքականությամբ այսպես պայմանական ասած չեն զբաղվում եւ այդ պատճառով է, որ օրինակ Փաշինյանի դիմախոսները նշում են, որ նրան հնարավոր չի լինում հաղթել, որովհետեւ այն անտարբեր զանգվածին հնարավոր չի լինում մոբիլիզացնել եւ բերել այս դաշտ ու նրան ապահովել նրանց մասնակցությունը ընտրություններին։ Ես կարծում եմ, որ այս առումով նաեւ սոցիալական ցանցերը եւ մասնավորապես Instagram-ի այդ հայկական տիրույթում նման ակտիվությունը բնականաբար այդ ոչ հետաքրքրվող մասային նույնպես կբերի ընտրապայքարի այս դաշտ եւ նրանք գոնե կմասնակցեն ընտրություններին 2 միլիոնից ավելի քաղաքացի կա, համարյա 2.5 միլիոն քաղաքացի կա Հայաստանում, որ ընտրելու իրավունք ունի։ Այո, շատ հետաքրքիր է, որովհետև տեսնում ենք օրինակները տարբեր երկրներում, հենց նույնը Միացյալ Նահանգներում Նյու Յորքի քաղաքապետը սոցցանցերը օգտագործելով կարողացավ հասնել նման հաջողության եւ բավական ուրախալի է տեսնել, որ մեր ընդդիմության մեջ կան ներկայացուցիչներ, որ օգտագործում են սոցցանցերը որպես միջոց, եթե չունես ֆինանսական միջոցներ, որ ունենաս մեդիա կամ առհասարակ լսելի լինես, պետք է օգտագործես սոցցանցերը եւ այո, պետք է կիրառել, որովհետև ավելի անտարբերությունը բերում է ավելի շատ խնդիրների, եթե այդ մարդիկ, ովքեր չեն մասնակցում ընտրության, սկսեն մասնակցել, ավելի հետաքրքիր ազգային ժողով կունենանք, ոչ թե ծայրահեղ մեծամասնություն կամ նույն մարդկանց շուրջ ստեղծված որևէ ինչ-որ կոալիցիա։ Դավիթ, հետաքրքիր է քո հետազոտությունը, քո շրջապատում ինչպես են ապաքաղաքական մարդիկ շատ են ու արդյոք նրանք ընդհանրապես տեղյակ են, որ Հայաստանում սկսվել է քարոզարշավ եւ ընտրություններ են առաջիկա։ Պատերազմից հետո բավական մեծ էր այդ, որ հետաքրքրված չէին, ես ինքս էլ ընդհանրապես հետաքրքրված չէ, որովհետեւ բավական ծանր է անընդհատ լսել նույն խոսույթը, որը մանավանդ չի փոխվում եւ որևէ արդյունքի չի բերում, բայց բավական էլի ուրախալի է, կրկնում եմ նույն միտքը, որ այո, հիմական շատ հետաքրքրված են ընկերներն էլ հարցնում քննարկումները թեժ լինում եւ կարողանում են ինչ-որ վերլուծություններ անել եւ չտրվել ուղակի քարոզչական ինչ-որ թեզերի, այլ փորձել վերլուծել, հասկանալ այդ հայտարարության տակ ինչ-որ բան կա, թե ուղակի դա նախընտրական հերթական ինչ-որ խոստումներն են, որոնք չեն իրականանալու։ Եվ այս թեման փակելուց առաջ ես ուղակի ուզում եմ ասել, որ ընտրելու իրավունքը ոչ միայն իրավունք է, այլ նաեւ չգրված պարտավորություն քաղաքացիների համար, որովհետեւ տարին 5 տարին մեկ անգամ մենք ունենք հնարավորություն մեր ձայնով իսկապես ինչ-որ բան փոխելու երկրում եւ հետո 5 տարի չնստելու ու չդժգոհելու, թե այսինչը ինչու այսպես չի, ճիշտ է, որ գնալ ընտրության, մասնակցել անպայման ընտրության, այդ ընտրական ակտիվությունը բարձր պահել, ինչի արդյունքում հաստատ փոփոխությունները կգան։ Այո, եւ պատասխանատվություն ստանձնել կատարած ընտրության համար դա մեծ կարեւորություն է։ Այո, առաջ գնանք եւ հաջորդ մեր թեման։
Երևան-Մոսկվա հարաբերությունները կտրուկ լարվել էին դեռ քարոզարշավի սկսվելուց առաջ եվրոպացիների այցը Զելենսկու Մակրոնի հակառուսական հայտարարությունները Երևանում եւ դրանց ավելանում է նաեւ Հայաստանի իշխանության պատասխանը, որը նույնպես կարող է ագրեսիվ համարվել եւ հիմա մենք մտել ենք այսպես բուրըն քարոզչության ընթացքի մեջ եւ այս նախընտրական ներքաղաքական պայքարի հետ միաժամանակ զարգանում է Հայաստանում մի թեմա, որը կարող ենք պայմանական ասել Երևան-Մոսկվա ապահարզան միֆ թե իրականություն, այսպես պայմանական կարող ենք վերնագրել։ Իրականում հետաքրքիր է, որ հենց այս փուլում, երբ Հայաստանում նորից սրվեց այս ներքաղաքական կյանքը, նորից ի հայտ եկավ այս խոսույթը Ռուսաստանի եւ Հայաստանի միջև եղած տարաձայնությունների մասին։ Մենք գիտենք, որ դրանք կան, բայց կարծես թե 21 թվականից հետո, 23-ից հետո, երբ ամբողջությամբ Արցախը լքեցին թե մեր հայրենակիցները, թե ռուս խաղաղապահները, կարծես թե այդքան էլ այն ժամանակ սրված չէին հարաբերությունները, ինչքան հիմա, որովհետև օրինակ մեր եթերից ընդամենը րոպեներ առաջ իմ աչքով ընկավ Դաշնության Պետդումայի նախագահ Վեչեսլավ Վոլոդինի մի գրառում, նա մասնավորապես գրում էր, մեջբերեմ, հենց այսպես էր ամեն ինչ սկսվում Ուկրաինայում, արդյոք դա պետք է Հայաստանի շարքային քաղաքացիներին, գրել է Ռուսաստանի Պետդումայի նախագահը։ Ինչ ես կարծում, այս լարվածությունը սա իսկապես կա եւ արդյոք դա կտանի այս հարաբերությունների ապահարզանի, ինչպես որ ակնարկել էին, Մոսկվայում, թե այնուամենայնիվ սա այսպես իշխանության քաղաքական հնարք է, ինչ որ մեկին այս դեպքում արդեն ինչ որ երկրի դեմոնիզացնելու, դարձնելու այսպես իրենց իշխանությանը հակառակորդ եւ հայտնի է, որ Հայաստանում քիչ չեն հակառուսական տրամադրություններ ունեցող քաղաքացիները եւ նրանց նաեւ իրենց կողմը բերելու։ Այո, բավական շատ է այստեղ հակառուսական տրամադրություններ եւ բարձ է թե ինչի համար է դա տեղի ունեցել, բավական լավ օգտագործվում է այդ ամենը, բայց չեմ կարծում, որ նման կերպ կլինի Հայաստանում, օրինակ, որովհետեւ Ուկրաինան բավական երկար ժամանակ փորձեց Եվրամիությունն սահմաններ Եվրոպայի հետ, այնտեղ այլ էր ամեն բան, այնտեղ ազգայնական այդ մթնոլորտներն էին առհասարակ հասունանում եւ շատ երկար տևեց մինչեւ այդ հակամարտության հասնելը եւ Ռուսաստանն էլ ուներ իր սխալները այնտեղ, նախքան պատերազմ սկսելը նրանք լավ լծակներ ունեին եւ կարող էին այնտեղ ավելի լավ քաղաքականություն վարել, իսկ այստեղ ուղղակի նրանք ուզում են հիշեցնել, որ եթե հակառուսական տրամադրությունները այդպես տիրում ձեր երկրում, ապա կարող է բացասական հետևանքներ ինքներդ էլ կրել, այսինքն միայն չեք կարող դրականը վերցնել եւ չստանալ դրա հակառակը։ Իսկ կա այդ այն կարծիքը, նաև կա այն կարծիքը, որ սա ուղղակի, ինչպես արդեն նշեցի, իշխանության այսպես քաղաքական հնարքն է, որ այսպես լարվածություն առաջանա Ռուսաստանի նկատմամբ եւ բոլոր նրանք, ովքեր չեն հավանում այս իշխանությանը, բայց միևնույն ժամանակ չեն հավանում Ռուսաստանի քաղաքականությանը եւ մասնավորապես Հայաստանի նկատմամբ նրա վարած քաղաքականությանը, կոնսոլիդացվեն քաղաքացիական պայմանագրի շուրջ։ Այո, դա միջազգային շատ վերլուծաբաններ հենց այդ թեզն էլ առաջ են տանում, որովհետև տեսել ենք բազմիցս մեր երկրում ինչպես է դա տեղի ունենում եւ առաջին այս 2021 թվականից պատերազմից հետո առաջին ընտրությունների ժամանակ կարողացան այլ մեթոդով դա կոնսոլիդացնել մարդկանց եւ ընտրել այ որպես այդպիսին այլ ընտրանք, այժմ նույնպես այսպես կոչվում է միայն այլ ընտրանքը հենց իշխող ուժը, որ Ռուսաստանին այլ ընտրանքն է եւ պրոեվրոպական, սակայն իրականությունը այդքան էլ այդպես չէ, մենք ոչ մի ժամանակ այդպես կախված չենք եղել Ռուսաստանից ինչպես ներկայացվում է, այսինքն ինչպես այսօր է, այդպես էլ այն ժամանակ է եղել, մի քիչ ավել, մի քիչ պակաս, սակայն հարաբերությունները նույնն են եղել։ Սա մեթոդ է, որպեսզի կարողանան այն հասարակության այն հատվածին, որոնք հակառուսական տրամադրվածություն ունեն, բերել իրենց կողմ եւ ուղղակի այլընտրանքի որպես միջոց ընտրել հենց իրենց եւ կարծես թե միջազգային հանրությունն էլ տեսնում է այդ ամենը եւ մենք տեսնում ենք այդ հայտարարությունները, սակայն ինչպես տեսնում ենք շատ քաղաքական գործիչներ թե Եվրամիությունից թե Ռուսաստանից հայտարարում են, որ նրանք պատրաստ են ցանկացած իշխանության հետ համագործակցել եւ չի վերջանում մեկ իշխող ուժով ընդամենը։ Նաեւ նկատել եմ, որ Հայաստանի լուծական համայնք օրինակ շատ ավելի սուր եւ ծայրահեղական մոտեցումներ է տալիս, մի հատվածը ասում է, որ այո, Ռուսաստանը կդիմի ծայրահեղ քայլերի, որովհետեւ արդեն հատվել են կարմիր գծեր Ռուսաստանի հետ հարաբերություններում, մյուս մասը ասում է, որ ընդհանրապես պետք է
ամբողջությամբ կտրել ցանկացած կապ Ռուսաստանի հետ եւ չվախենալ օրինակ գազի, եթե նրանք որոշեն գազամուղները փակել դեպի Հայաստան եկող, պետք է Ադրբեջանից գազ խնդրել, Իրանից գազ խնդրել եւ այդպես լուծել էներգետիկ հարցը, որը կարծես թե ամենաառանցքայիններից է Հայաստանում այս պահին, որը մեզ կապում է Ռուսաստանի հետ, բայց օրինակ միջազգային վերլուծաբանները, որոնց որ մենք հնարավորություն ունենք լսելու, կարդալու, նրանք օրինակ կարծում են, որ սա առաջին դեպք չէ, որ լարվում են Կրեմլի եւ Փաշինյանի հարաբերությունները, բայց դրանք պայմանական լարվածություններ են, ու եթե Փաշինյանին ստացվի նորից ձևավորել Հայաստանում իշխանություն, պարզապես այդ հարաբերությունները կգնան հետ ու ամեն ինչ, այսպես ասած, կարելի է սկսել սպիտակ թղթից։ Այո, դա մենք տեսել ենք նաև Ադրբեջան-Ռուսաստան հարաբերություններում, տեսանք վերջին տարիների ընթացքում որքան ինչ կետի հասավ նույնիսկ այնտեղ հարաբերությունների լարվածությունը, սակայն մեկ հանդիպումից հետո ամեն բան կարգավորվեց։ Ռուսաստանը վարում է նման քաղաքականություն տարածաշրջանի երկրների հետ եւ զարմանալի չի լինի ընտրություններից հետո, որ տեսնենք Մոսկվայից եւ ամեն բան սկսենք նոր էջից արդեն։ Համենայն դեպս Ռուսաստանի ոչ իհարկե առաջին դեմքի հայտարարությունները այսպես շատ ուղիղ են ու շատ կոպիտ են, շատ կոշտ են, անգամ վիրավորանքների մակարդակի եւ այս իրավիճակը ինձ համար մի փոքր նորություն է, ես այդ նախորդ այսպես ասած պայմանական սառը հարաբերությունների հատվածները հիշում եմ, այս մի հատվածը, որտեղ ավելի այսպես կոպտորեն են խոսում միմյանց հասցեին, շատ ավելի կարծես թե նորություն է եւ ամեն ինչ ես իհարկե հնարավոր համարում եմ, եթե հանկարծ այնպես ստացվի, որ Հայաստանում մնա իշխանությունը նույնը, Ռուսաստանի հետ հարաբերությունները կսկսեն այսպես զրոյից, ամեն ինչ զրոյից մոռացության տալով այն, ինչ որ եղել էր մինչև ընտրությունները։ Այո, եւ այդ ամենը սրում է, որ Եվրամիությունից գալիս են դիտորդներ, որ պայքարեն հիբրիդային հարձակումների դեմ, հենց Ռուսաստանից եւ չկա այլ չեզոք առհասարակ ինչ որ ուժ, որը կարող է նպաստել, որ երրորդ երկիր դա չլինի Թուրքիայից եւ այլ երկրներից եւ դա կարծես թե պատճառ է Ռուսաստանի համար, որ վրթովի, սակայն տեսնենք ինչ դեռ կլինի մեր ընտրություններում եւ ցանկալի չի լինի տեսնել նման չոր հայտարարություններ երկու երկրների կողմից էլ։ Այո, հետևենք զարգացումներին ու այժմ առաջարկում եմ շարժվենք առաջ եւ մեր հաջորդ թեման։ Թրամփը հերթական անգամ մերժել է Իրանի առաջարկը, պատերազմի դուռը թողնելով կիսաբաց։ Ինչ է նշանակում հերթական առաջարկը, վերջին ամիսների ընթացքում արդեն ես հաշիվը կորցրել եմ, որերորդ առաջարկն է լինում։ Կարծես թե շաբաթ օրն էր եղել այդ փոխադարձ, այսինքն ստացել էին առաջարկը իրանցիները, փոփոխել են եւ նոր առաջարկ ուղարկել էին Միացյալ Նահանգներին։ ԱՄՆ-ի առաջարկը Իրանին դա կապիտուլյացիան է համարվում Իրանի համար հենց, որովհետեւ այնտեղ շատ այնպիսի կետեր է, որ անթույլատրելի է, որովհետեւ օրինակ ռազմական գործողություններով չկարողացավ այդ ամենին հասնել Միացյալ Նահանգները եւ Իրանի առաջարկն էլ Միացյալ Նահանգների համար է կապիտուլյացիան, որովհետեւ ամենակարևոր կետերից այն է, որ միջուկային ծրագիրը թողնում են այնպես ինչպես կա, տարածաշրջանից պետք է դուրս բերեն իրենց զորքերը եւ տեխնիկան, որը Միացյալ Նահանգների համար կլինի բավական ցավալի եւ Հորմուզի նեղուցը թողում են Իրանի հսկողության տակ, այսինքն նախքան հակամարտությունը Հորմուզի մասին որևէ հայտարարություն, որևէ բան չկար եւ այսպես կոչված հաջող հակամարտությունից հետո արդեն օրակարգ է եկել նոր լծակ, որը ավելի բարդ է հանգուցալուծել եւ Իրանից հնչել են հակընդդեմ սպառնալիքներ եւ գործիչներից հայտարարել են, որ Իրանը պատրաստ է մինչև 90%-ի հասցնել ուրանի հարստացումը, ինչ է դա նշանակում, դա հավասարազոր է միջուկային զենքի ունենալուն եւ այդ ժամանակ, երբ որ Իրանը կարողանա հասցնել 90%-ին, ապա ԱՄՆ-ն պետք է հաշվի նստի արդեն ստիպած այդ հանգամանքի հետ, որովհետեւ տարածաշրջանում իրենց ամենամոտ գործընկերը բավական մոտ հեռավորության վրա է գտնվում Իրանից, այո, Իսրայելի մասին է խոսքը։ Եվ հենց իսրայելական կողմն է, որ այդքան էլ գոհ չէ Միացյալ Նահանգները Իրան այդ երկխոսությունից, որովհետև սկզբում կարծես թե կարողանում էին գալ ինչ-որ մի կետի շուրջ ընդհանուր հայտարարի, որը Իսրայելի միջամտությամբ չեղավ, որովհետև պարզ է Իսրայելի դիրքորոշումը, եթե նրանք սկսել են ինչ-որ հակամարտություն, ցանկալի է գոնե այդ կետերից 3 կետերից գոնե մեկը իրականանա, որոնցից ոչ ոք տեղի չունեցել։ Եվ հիշեցնեմ զուտ Իսրայելի քաղաքականության մեջ Աբրամյան համաձայնագրի շրջանակ
ժամանակներում նրանք Էմիրատների հետ համագործակցում են հակաօդային պաշտպանության ոլորտում եւ մեզ հայտնի երկաթյա գմբեթը արդեն տեղակայել են Էմիրատներում եւ մասնագետներն են այնտեղ գնացել, որպեսզի կարողանան պաշտպանել Էմիրատները օրինակ իր մեծ գազ արտադրության գործարաններից մեկը վնասվելու պատճառով մինչև 2027 թվական պետք է վերանորոգի, որ վերադառնա նախկին ծավալներին։ Իսկ ինչ վերաբերվում է առհասարակ այդ տարածաշրջանի հարաբերություններին, Իսրայելի եւ ԱՄՆ-ի մեջ էլ այդքան էլ հարթ չէ ամեն բան։ Իսրայելի հայտարարել էին գործիչները, որ Միացյալ Նահանգները իրենց օդանավակայանից հեռացնեն ամերիկյան օդանավները, որոնք տեղակայված են Բեն-Գուրիոն օդանավակայանում, պատճառաբանում էին այն բանով, որ այդ պատճառով, որ ռազմական տեխնիկա կա եւ կարող է Իրանի թիրախում լինել Դոնալդ Թրամփի հայտարարությունների պատճառով, միջազգային թռիչքները չեղարկվում են շատ եւ հետաքրքրությունը կորցրել է Իսրայելը որպես այդպիսին միջանցիկ երկիր օդանավների համար եւ այդ իսկ պատճառով նման հայտարարություն է նույնիսկ տեղ գտել։ Հետաքրքիր է, որովհետեւ Իսրայելը իր տոտալ քաղաքականությունը դեռ շարունակում է։ Դավիթ, շատ այսպես համապարփակ ներկայացրիչ, շատ հարցեր եւ ասելիքի կարիք կարծես թե չկա։ Ես պարզապես ուզում եմ հիշեցնել, որ նախորդ ռազմական գործողությունները, որը ավարտվեցին ընդամենը մի քանի ամիս առաջ, այդտեղ CNN-ը բացահայտել էր, որ Իրանը կարողացել է մերձավոր արևելքի 16 ամերիկյան ռազմաբազաներին լուրջ վնասներ հասցնել կամ ամբողջությամբ ոչնչացնել եւ ըստ էության Միացյալ Նահանգներին որպես այդպիսին ռազմական հիմք էլ չի մնացել այսպես շարունակելու ակտիվ իր հարձակումները Իրանի նկատմամբ եւ դրա համար էլ նրանք փորձում են այսպես մինչեւ վերջ տեղի չտալ, բայց փորձել ինչ որ եզրեր գտնել համաձայնության գալ եւ լրիվ համաձայն եմ, որ Իսրայելի կողմից ճնշումը վստահաբար Թրամփի նկատմամբ մեծ է, որ պետք է շարունակել, պետք է մինչև վերջ գնալ, պետք է ռազմական ճանապարհով այդ հարցը լուծել, Իրանի հարցը լուծել, նրանք մասնավորապես վստահ են, որ ցանկանում են ավելի շատ այնտեղ լինի իշխանափոխություն, ռեժիմի փոփոխություն, քան որ Իրանը ուղակի որպես քաղաքակրթություն, ինչպես Թրամփն էր սպառնում վերացնել, որ վերանա։ Ավելի շատ նրանք հավանաբար ուզում են այնպիսի մեկը, որ այսպես խամաճիկային իշխանություն լինի եւ ենթարկվի Իսրայելին, Միացյալ Նահանգներին, բայց մենք գիտենք, որ հիմա Իրանը կարծես թե ավելի քան ուժեղ է եւ ամենայն դեպս աշխարհի աչքում Իրանը նախորդ պատերազմը հաղթել է, իսկ նորը թե ինչպես կզարգանա հուսանք, որ նորը տեղի չի ունենա պարզապես։ Այո, Իրանի մարտավարությունը շատ պարզ է այդ առհասարակ այս հակամարտության մեջ, որովհետև տեսանք բազմիցս բանակցությունների ընթացքում եղան հարվածներ Իրանին եւ այդ վստահությունը չունի Իրանը, որ գնա լիարժեք համաձայնության եւ կատարի իր կետերը եւ հետաքրքիր է այս քաղաքականությունը կոչվում է առավելագույն զսպման քաղաքականություն եւ նրանք չեն պատրաստվում հրաժարվել Հորմուզի նեղուցից, օրինակ, եթե մինչեւ այդ համաձայն են բացել որպես բարի կամքի դրսևորում, այժմ այդ հայտարարությունները առհասարակ չկան, նրանք կարողացել են այսպես կիսալուսին ստեղծել պաշտպանության, վերցնելով կղզիները եւ այն հատվածներ այդ Հորմուզի նեղուցի տարածքից Իրանը եւ այնտեղ նրանք առժամ կառավարում են եւ հստակ սակագներ են նշած, որ երկրները կարող են ինչ վճարներ վճարել կամ առհասարակ ինչպես կառավարել եւ օգտագործում են ինչպես տան տերը։ Հետաքրքիր է նման քաղաքականությունը, որովհետեւ միակ ձևն է, որ կկարողանա զսպել համաշխարհային այս ճնշումը եւ հետաքրքիր է նաեւ մեդիայի օգտագործումը Իրանը ինչպես է այդ ամենը շատ հմուտ կերպով օգտագործում եւ Աբբաս Արաղչին էլ ինչպես նշել է ճանաչվել էր ամենաճանաչելի արտգործ նախարարը աշխարհում, որը մեծ հաջողություն է նման երկրում, որը գտնվում է այսպես սանկցիաների տակ։ Երկու բառով ուղղակի Լիբանանի մասին ասեմ ինչա տեղի ունենում, որովհետեւ աշխարհաքաղաքական այս լարվածության ֆոնին կարծես թե մնացել է դուրս այս թեման եւ Իսրայելը շարունակում է Լիբանանին հարվածներ հասցնել, անկախ նրանից, որ ապրիլի 16-ին կար արդեն համաձայնագիր հրադադարի մասին, ինչպես տեսնում են կադրերում Իսրայելը հարվածում է բնակելի շենքերին եւ այնտեղ այսօր միայն 16 զոհ է եղել օդային հարվածների պատճառով, ընդհանուր խոցել են 1100 թիրախ Լիբանանի տարածքում եւ շարունակում են մարդկանց հորդորել, որ դուրս գան իրենց տներից եւ օկուպացնում են Լիբանանի հարավային հատվածները, ինչպես իրենք են նշում, իրենց անվտանգության համար։ Եվս մի վտանգավոր քաղաքականություն, որը Իսրայելը որդեգրել է, այնտեղ Մահապաջի օրենքը անցկացրեցին պաղեստինցի գերիների մասին եւ այսօր լուրեր կար արաբալեզու լրատվականներում, որ վտանգի տակ են
պաղեստինցի գերիները եւ այդ օրենքի շրջանակում կարող են ուղղակի massայաբար կանխանվել։ Իսրայելում կարող են մապաժի ենթարկվել։ Բեն Գվիրն է շատ հայտնի բոլորին, որ նման ծայրահեղ հայացքների տեր քաղաքական գործիչ էր, նա է առաջ քաշել եւ հաստատվել է։ Այսօր այդ վտանգը կար, որ ոչ միայն Լիբանանին է սպառնում, այլ ոչ Գազայում օկուպացիան շարունակում է եւ գերիներին հնարավոր է կանխական բարձրացնել հրապարակային կերպով։ Այո, իսկապես Լիբանանի պատերազմը, որը կարծես թե չի ավարտվելու նշաններ ցույց չի տալիս, շատ այսպես անհանգստության տեղիք է տալիս թե այն առումով, որ այնտեղ մեծ հայկական համայնք կա, թե նաև այն առումով, որ աշխարհը կարծես թե որևէ գործունք այլ չի անում Իսրայելին զսպելու այդ պատերազմը դադարեցնելու համար եւ բոլորը Իրանի պատերազմի այդ լարվածությունը կարծես թե փորձում են թոթափել եւ ուշադրություն չդարձնել թե իրականում Իսրայելը ինչ է անում Լիբանանում, իսկ ըստ էության նա անում է նույնը, ինչ արեց Գազայում։ Այո, դա հենց դեմոնիզացնելու քաղաքականության շնորհիվ է կատարում։ Վարչապետ Բենյամին Նեթանյահուն 90-ականներից սկսած այդ քաղաքականությունը բավական հաջող վարել է թե Սովետ Միության, թե Իրաքի, թե Սիրիայի, թե Իրանի, թե այժմ Պաղեստինի եւ Լիբանանի հարցում եւ կարողանում է շատ հանգիստ հարցերը լուծել եւ կարողանալ դուրս գալ չոր այդ ջրից։ Եվ սկանդալի մասին, որը մեր վերջին թեման է, միջազգային սկանդալ Չինաստանի եւ ԱՄՆ-ի միջև երկու առաջնորդների սպասվող հանդիպումից առաջ վարքյաններ անց Դավիթը մեզ կպատմի։ Ամերիկացի քաղաքապետը Չինաստանի լրտես։ Այս ամենը պարզվել է երեկ, որովհետև նա ընդունել է իր մեղավորությունը։ Հիշեցնեմ, որ Արկադիա քաղաքի քաղաքապետ Էյլին Վանգն է, որը 2020 թվականից զբաղվել է լրտեսությամբ, ինչպես հայտնի է դարձել։ Նա օրեր առաջ դրել է իր պաշտոնը եւ ամիսներ առաջ էր կարծես թե ընտրվել նույնիսկ, եւ մեղադրանքը նրանում է, որ 2020 թվականից սկսած նա եւ միջնորդ այլ կազմակերպություններ եւ անձինք փոխանցրել են ինֆորմացիա Պեկինին եւ Պեկինի քարոզը կարողացել են անցկացնել ԱՄՆ-ում, որը շատ հետաքրքիր է։ Հետաքրքիր է նաև, որ երեք այդ ամենը տեղի ունեցել եւ վաղը պետք է լինի Թրամփ-Սին Ցինփին հանդիպումը, որտեղ պետք է հանգուցալուծում գտնեն վերջապես Իրանի հետ հակամարտությունը, Թայվանի շուրջ այդ լարվածությունը եւ մեծ սպասում ունեցող հանդիպում է 2017 թվականին էր վերջին անգամ Միացյալ Նահանգների նախագահ հանդիպել Չինաստանի նախագահին, կարծես հենց Չինաստանում, եւ Թրամփը այս քայլով նույնպես ինչ որ կերպ այսպես կոչված պատմական քայլ է կատարում։ Աշխարհի երկու գերտերությունների ղեկավարներ են հանդիպում եւ իսկապես աշխարհի համար էլ շատ հարցեր կարող են վճռորոշ լինել եւ մասնավորապես գլխավոր թեմաներից մեկն էլ Իրանն է հաստատ լինելու եւ նաեւ միջազգային վերլուծաբանները, լրագրողները շատ ասում են, որ այս հանդիպման արդյունքում կարող է վճռվել թե Միացյալ Նահանգները ինչպես է շարունակում իր գործողությունները, իր դիրքորոշումը Իրանի նկատմամբ, արդյոք փորձում է հետ կանգնել իր նախկինում արած այսպես կտրուկ հայտարարություններից եւ մինչեւ վերջ գնալու քաղաքականությունից, թե այնուամենայնիվ կշարունակի այդ ռազմական գործողությունները եւ նաեւ կարծում եմ, որ տնտեսական առումով հիմա գիտենք, որ Չինաստանը ներողություն աշխարհի գլխավոր տնտեսական խաղացողն է եւ ըստ էության նա անցել է անգամ Միացյալ Նահանգներին ու այստեղ բնականաբար նաեւ Թրամփը հարցեր ունի այս առումով, որովհետեւ նա նաեւ լինելով բիզնեսմեն շատ լավ հասկանում է թե ինչ է նշանակում աշխարհում լինել համար մեկը տնտեսությամբ։ Այո, եւ շատ կարեւոր հանդիպում է առհասարակ, որովհետեւ Միացյալ Նահանգներն ու Չինաստանը կոնֆլիկտ ունեն հենց Թայվանի հարցով եւ Չինաստանի նկատմամբ մեծ հարցեր կար, թե ինչպես է նա Ռուսաստանին օգնել եւ Իրանին, այդ հարցերը կարծես թե Միացյալ Նահանգները պետք է բարձրացնի Չինաստանը, որպեսզի ստանա բոլոր պատասխանները։ Դավիթ, ես կարծում եմ ավարտենք այսօրվա մեր թողարկումը, շնորհակալություն։ Ես շնորհակալ։ Հարգելի հեռուստադիտողներ, շնորհակալություն, որ ուշադիր էիք եւ հետեւում էիք մեզ։ Շարունակեք 21 TV-ով հետեւել մեր լրատվական ծառայության աշխատանքին։ 21 TV News-ը աշխատում է ամեն օր առավոտյան ժամը 8-ից գիշերը մինչև ժամը 1-ը ամեն ժամ ներկայացնում ենք թարմացված լրահոս, իսկ 21 TV News-ի YouTube-յան ալիքում, 21 TV Facebook-յան ալիքում ուղիղ եթերում ամեն օր ժամը երեկոյան 19:00-ին կհանդիպենք եւ կքննարկենք օրվա շաբաթվա կարևոր իրադարձությունները եւ մեկ անգամ շնորհակալություն ուշադրության համար։ Ցտեսություն։ Ինչ նոր հանդիպում։